Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաղաթելյան, այս օրվա գլխավոր ներքաղաքական հարցը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված լսումներն էին խորհրդանում եւ այստեղ ինտրիգը հենց Հայաստան դաշինքի դիրքորոշումն էր։ Դուք ստորագրությունները ձեր 28 падգամավորների ներկայացրիք, պատիվ ունեմ խմբակցությանը, որը նախաձեռնել էր լսումները եւ կարող ենք ասել, որ երկու ստորագրություն է պակասում, որպիսի Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացը արդեն ֆորմալ կերպով սկսվի։ Խնդրեմ նախ անդրադարձեք լսումներին, ապա գործընթացին այդքան պահանջում էին, որ Հայաստան դաշինքը ստորագրություններով թղթի վրա առանց բանավոր խոսքի միանա գործընթացին, հիմա դուք արեցիք այդ քայլը։ Նախ լսումների մասին իրականում մենք կարևորում ենք այս լսումները եւ պատիվ ունեմ խմբակցությունը, որը նախաձեռնել էր, նման քննարկումները մենք միայն ողջունում ենք եւ ազգային ժողովի ներկայացված հայտարարության տեքստը, որը վերաբերում էր ազգային ճգնաժամին եւ կառավարման ձախողմանը, մենք այդ տեքստի բովանդակությանը ամբողջությամբ համաձայն ենք, ավելին նաեւ ես իմ ելույթով ասացի, որ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ սահմանադրական կարգը տապալելու, պետական դավաճանության հատկանիշներով լեգիտիմությունը կորցրած եւ նրա առհասարակ պաշտոնազրկման հիմքերը անհերքելի են։ Այս իմաստով բնականաբար ամբողջությամբ երկրորդում ենք այնինչ որ կա ու նման նախաձեռնություններով բազմաթիվ անգամ հայտարարություններով հանդես եկել ենք։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է. ինչպես ազատվել այս չարիքի իշխանությունից։ Պատիվ ունեմ խմբակցությունի դեմս հանրապետական կուսակցության, ստանձնել է քաղաքական պատասխանատվություն, առաջադրել վարչապետի թեկնածու եւ հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Մեր այդ հանդիպումից հետո մենք մեր գործընկերներին շատ հստակ ասել էինք, որ Հայաստան խմբակցությունը միանում է այս նախաձեռնությանը, հրապարակել էինք մեր ստորագրությունները։ Իմիջիայլոց այս հարցին էլ կարճ անդրադառնամ։ Ինչի ենք հրապարակել այդ ժամանակ, որովհետև մենք մեր քաղաքական հայտարարությունը համարում ենք հարցի պատասխանը։ Տեսեք, այն ժամանակ ասում էին ձեր սեյֆում է դրված, թող մեր մինչև այդ սեյֆը հրապարակելը ինչ եղավ, երբ որ մենք հայտարարեցինք, որ միանում ենք, սկսեցին լուրեր պտտվել, հոդվածներ նյութել, թե խմբակցությունում կան падգամավորներ, ովքեր համաձայն չեն իմպիչմենտին կամ չեն ստորագրի։ Մենք դրա համար հրապարակեցինք նաև այդ ստորագրությունները, այո։ Եվ ասել է, որ եկեք մեր գործընկերին արձանագրենք, որ մենք միացել ենք այս գործընթացին եւ մեր ուժերը կենտրոնացնենք ՔՊ-ի իշխանական падգամավորների, անկախ падգամավորներից անհրաժեշտ ստորագրություններ ունենանք եւ գործընթացը սկսենք։ Այս ա եղել ամբողջ պատմությունը, բայց անցել է 4 ամիս, մեր գործընկերները վստահեցնում են, որ այս process-ը առաջ չի գնում, չի ընդլայնվում, թափ չի ստանում այն պատճառով, որ Հայաստան խմբակցության падգամավորների ստորագրությունը չկա այն ձևաթղթի տակ, որը իրանք են ներկայացրել։ Մենք կարծում ենք, որ հայտարարությունը բավարարել, բայց եթե իրենք պնդում են ու վստահեցնում, որ կան նաև ՔՊ-ական падգամավորներ, ովքեր այս գործընթացին չեն միացել, այն պատճառով, որովհետև մեր ստորագրությունները ձևաթղթի տակ չկա, բնականաբար մենք այս process-ի շահագրգիռ կողմ ենք եւ այլ կերպ չէր կարող լինել, մենք այդ ստորագրությունները փոխանցել ենք եւ նաեւ հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում, եթե դա բավարար չի գցել ձեր ձևաթղթի տակ ու դրանով բավարարվել, կարող եք նաեւ այդ ձևաթղթի տակ անհատապես նորից падգամավորներ ստորագրեն։ Այսինքն այն տեսակետը, որ ասում են Հայաստան խմբակցությունը վերջապես միացավ, դա իրականությանը չի համապատասխանում։ Հայաստան խմբակցությունը միացել է 4 ամիս առաջ։ Հիմա պետք էր խնդիրեր տարբեր կերպ մեկնաբանվել, տարբեր հազար բան է խոստովացվել, դրան չեմ ուզում անդրադառնալ։ Պարոն Սաղաթելյան, գլխավոր թիրախը երկրորդ նախագահն էր, Հայաստան դաշինքն էր եւ քարոզչությունը որոշ շրջանակների կողմից ուղիղ տարվում էր, թե դուք չեք ուզում, որ իմպիչմենտ սկսվի։ Դա արվել է ամենակեղտոտ մեթոդներով
Եվ ես կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունը նաև իբրև այս գործընթացի քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ պետք է ուշադիր լինի, որ իրենց շրջապատից որոշ մարդիկ զերծ մնան եւ հեռու մնան նման ձևակերպումներից։ Այո, 4 ամսվա ընթացքում ամենակեղտոտ ձևերով դա արվել է, փորձելու տպավորություն ստեղծել, որ մենք խոչընդոտ ենք այս process-ի իրականացման համար։ Մինչդեռ մենք ոչ միայն խոչընդոտ չենք, մենք ամենաշահագրգիռ կողմերից մեկն ենք եւ մեր բոլոր հնարավորություններով եւ ուժերով աջակցելու ենք այն ուժին ու այն process-ին, ով ստանձնել է քաղաքական պատասխանատվություն։ Ես այսօր ցավոք տեսա նաեւ ելույթներ այլ ուղղությամբ տանող կրկին թիրախավորող, բայց ես ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ խորհրդարանի այդ ամբիոնը մեր համար չի ծառայել, չի ծառայելու եւ նաեւ ակնկալում ենք, որ որևէ մեկը դա չի անի, ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու եւ իրենց գործընկերներին թիրախավորելու համար, որտեղ կան ավելի բարձր նպատակներ։ Հետևաբար իրավաքաղաքական հիմքերը կան, երկու խմբակցությունների ստորագրությունները կան, պետք է ողջամիտ ժամկետում քայլերով, գործողություններով եւ երբ ինչպես ինչ քայլերի հերթականությամբ այս process-ը իրականում Հիմա պակասում է երկու ստորագրություն, այսինքն առնվազն կարելի է ակնկալել, որ խմբակցություններից դուրս գտնվող անկախ падգամավորները կարող են տեսականորեն ապահովել այդ ստորագրությունները եւ արդեն, այսպես ասենք, գործը կգնա հաջորդ փուլ քպականների միանալու եւ բուն անվստահության գործընթացի հերթը կգա։ Տրամաբանությունը դա է, որովհետեւ երկու խմբակցությունների ստորագրությունները նույնիսկ չեն բավարարում ազգային ժողովում գործընթաց սկսելու համար։ Եվ նախկին ժամանակահատվածում հայրենիքի փրկության շարժում, սրբազան շարժում, դիմադրության համար դա չենք արել, որովհետեւ մենք օրենքով սահմանափակում ենք ունեցել վարչապետի ընտրվելուց հետո 1 տարվա ընթացքում իրավունք չունես անվստահություն հայտնելու։ Մնացած բոլոր պարագաներում, այո, այդ փողոցային պայքարի վերջնական նպատակը եղել է խորհրդարանում անվստահության միջոցով հասնել իշխանությունների հեռացմանը, կոնկրետ վարչապետի։ Բայց դա չենք կարողացել մինչև հիմա անել, որովհետև այդ գործընթացը սկսելու եւ հաջողության հասնելու բավարար ստորագրություններ չենք ունեցել։ Հաշվարկ է արվել։ Հիմա այս պահի դրությամբ երկու խմբակցությունների ստորագրությունները չի բավարարում։ Մեր գործընկերները վստահեցրել են, որ կա որոշակի աշխատանք, տեսանելի արդյունքները կլինեն, մենք կան հայտարարություններ, պաշտոնական հայտարարություններ, որ եթե Հայաստան դաշինքը միանում է գործընթացին, որոշ քպականների մասով կան հայտարարություններ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից, որ կլինեն, այսինքն ԿՊ-ից եւս միացողներ։ Իսկ բնականաբար մենք որևէ պատճառ չունենք մեր գործընկերներին չվստահելու, եթե դա է եղել խոչընդոտը, որ մինչև հիմա չեն մասնակցել, խնդրեմ, արդեն կան։ Եկեք հասկանանք, ոնց ենք դա կազմակերպում եւ իրենք իբրև պատասխանատվություն ստանձնած ուժ, ինչ քայլերի հերթականությամբ, ովքեր են միանում, առհասարակ այս գործընթացը ոնց ենք առաջ տանում։ Ինչպես է առաջ գնում։ Եվ տեխնացուին անդրադառնանք, դուք այսօր ճեպազրույցում էլ առիթ ունեցաք խոսելու Դավիթ Համբարձումյանի մասին, ասացիք, որ նրա հետ խնդիր չունեք, բայց ամեն դեպքում հանրությանը հետաքրքրում է, թե ինչու Հայաստան դաշինքը ինքը իր տեխնացուին չառաջադրեց։ Պարզ պատճառով, նախ տեսա նաև որոշ մարդիկ ասում են, դե Հայաստան խմբակցությունը վարչապետի տեխնացու չունի, եւ այլ Հայաստան խմբակցությունը ունի վարչապետի տեխնացու, ոչ թե մեկ տեխնացու, այլ մի քանի տեխնացու, բայց մենք այդ նախաձեռնությանով հանդես չենք եկել պարզ պատճառով, որովհետև մենք չունենք տեխնացու, ով ունի նվազագույն ստորագրությունները խորհրդարանում գործընթաց սկսելու։ Առնվազն այս պահին չունենք։ Դա է եղել չառաջադրելու միակ պատճառը, այլ ոչ թե տեխնացու չունենալը կամ այն մեկնաբանությունները, որ տալիս են, որոնց նույնիսկ հարկ չեմ համարում անդրադառնալ։ Դավիթ Համբարձումյանի մասով։ Դավիթ Համբարձումյանի մասով բացարձակ բնականաբար խնդիր չունենք։ Դավիթ Համբարձումյանը հանրապետական կուսակցության անդամ է, առաջարկել է հանրապետական կուսակցությունը, իմպիչմենտի ճանապարհով
հաջողության հասնելու համար եւ մենք մեր ստորագրությունները ոնց որ 4 ամիս առաջ անցել հիմա տրամադրում ենք նաեւ այն ձևաթղթի տակ, որի ներկայացրել եմ, որևէ խնդիր չենք։ Պարոն Սաղաթելյան, երբ խոսք էր գնում իմպիչմենտի մասին, ամբողջ նախորդած ժամանակահատվածում բնականաբար փողոցը զուգակցվում էր խորհրդանում ակնկալվող կամ նախատեսվող հնարավոր գործընթացներին, այսօր եւս կարծես թե փորձեր արվել համատեղել այդ երկու, այսպես ձևակերպենք, հարթակները, փողոցային հարթակը եւ խորհրդարանական, կարծում եք այս ստորագրությունները տրամադրելուց եւ գործընթացը ըստ էության արդեն սկսելուն, մեկնարկելուն նպաստելուց հետո փողոցում ակտիվություն պիտի լինի, նախաձեռնողները նաեւ փողոցի գեներացիայի շուրջ պիտի աշխատեն։ Գիտեք, եթե այդ փողոցը ակտիվ չլինի, ոչ թե ակտիվ, այլ համաժողովրդական, հուժկու, ընդգրկում, շարժում չձևավորվի, բնականաբար որևէ արդյունքի չենք հասնելու։ Այս գործի հաջողության բանալին այդտեղ է կազմակերպել այն ծավալի համաժողովրդական հուժկու շարժում, ով կարողանա հասնել երկրում երկիշխանության, ստիպել քաղաքական մեծամասնությանը վարչապետին հայտնի անվստահություն։ Իմիջիայլոց, այն որ անընդհատ ասեն միակ սահմանադրական ճանապարհը, միակ ճանապարհը իմպիչմենտն է, եթե այդ ծավալի ընդգրկուն ու այդ ծավալի ճնշում ունենանք, հրաժարականն էլ է ճանապարհ։ Այնպես չի որ հրաժարականը։ Եթե ճնշում լինի, գուցեև լինի հրաժարական, դժվար է ակնկալել Փաշինյանից հետևաբար, այդ կախված է ճնշումից։ Հետևաբար հաջողության բանալին փողոցն է, մարդկանց կազմակերպելը, դուրս բերելը եւ այն ծավալի շարժում ունենալը, որ դրա ելքը լինի անխուսափելի։ Հակառակ պարագայում քանի տեխնացու ուզում եք առաջադրենք։ Ես տեսակետներ եմ լսում, արդյոք դուք խոսում եք ԿՊԱ-ական падգամավոր։ Ինչ խոսեն ԿՊԱ-ական падգամավորները։ Այսինքն մեկի մտքով անցնում է, որ կարա գնա ԿՊ падգամավորի հետ խոսի, ու այդ խոսելու արդյունքում ինքը միանա։ Դե գուցե կուլիսային աշխատանք պիտի տարվի, չերևացող աշխատանք, քննարկումներ, կոնսուլտացիաներ, գուցե նրանց ինչ-ինչ քաղաքական երաշխիքներ պիտի տրվեն։ Հետո այդ ամեն ինչի միջով անցել եմ։ Այսինքն եղել են փորձեր։ Իհարկե եղել են։ Ու մի փորձ չէ, բազմաթիվ փորձեր եղել են, լավ գիտեմ այդ ինչա նշանակում, լավ գիտեմ դրա հասնելու ճանապարհները, ձևերը որոնք են, ու մենք փորձել ենք դա անել, հասկանում եք։ Այսօր ես տեսնում եմ ելույթներ, որ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքա պետականության համար օր առաջ պետքա հեռանա։ 7 տարի է ասվում։ 5 տարի առաջ ասել ենք։ Ոչ միայն ասել ենք, այլ ամեն ինչ արել ենք այդ ուղղությամբ։ Այդ շարժումները, որ եղել են, այդ ամեն ինչը որ տեղի է ունեցել, այսօր այդ սրահում նայում եմ, իրոք ազգային ժողովի սրահում նստած մարդկանց մեծ մասը պայքարել է։ Այո, մաս է կազմել այդ գործընթացը։ Իհարկե, ու ազնվաբար իր բոլոր ուժերով փորձել է հասնել այդ հաջողությանը։ Հիմա հետևաբար ճանապարհը այդ շարժումն է, ճանապարհը այդ դիմադրությունն է, որ պետք է ձևավորվի։ Մեկ տարուց էլ քիչ է մնացել հերթական խորհրդարանական ընտրություններին Հայաստանում, եւ եթե ուսումնասիրենք իշխանության վարքագիծը, իրենց վերջին համագումարի շեշտադրումներն ու ուղերձները շատ ուղիղ էին, շատ բաց էին, իրենք կարծես թե պատրաստվում են հենց այդ ընտրություններին, եթե իհարկե արտահերթ գործընթացներ չլինեն, բայց ընտրական գործընթացները անխուսափելի են առնվազն այս պահի իրերի դրության պայմաններում։ Հետևաբար հարց է առաջանում, ինչ տրիգեր պիտի լինի լայն համաժողովրդական շարժում գեներացնելու, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը ամեն օր տալիս է այդ տրիգերները իր ամենօրյա քաղաքականության զիջումների արդյունքում, բայց ինչպես դուք եք նշում, նախորդիվ առնվազն չի հաջողվել այդ ծավալը ապահովել։ Հիմա ինչ պիտի լինի, որ դա հաջողվի։ Գիտեք, ամեն ինչ կախված է աշխատանքից։ Դիմադրության շարժման ժամանակ հատուկ տրիգեր չկար։ Ընդհանրապես կեսբերան խորհրդարանում հայտարարել էր, որ բանակցություններում պետք է նշաձողը իջեցնել,
որպեսզի ապահովել Արցախայրի անվտանգությունը, ապրելու իրավունքը եւ այլ մնացած բոլոր իրավունքները։ Բայց մենք կարողացանք համախմբվածության, կազմակերպվածության, ծրագրի հսկայական աշխատանք կա այդ ամեն ինչի թիկունքում, էլի մենք շատերը խոսում են ավել պակաս կեսը հասկանալով, կեսն էլ չհասկանալով ու դիտավորյալ, բայց հսկայական աշխատանք արվեց եւ ամենակազմակերպված շարժումներից մեկն էր։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, հատուկ տրիգերի պետք չի սпасել եւ ինչպես դուք ասեցիք, տրիգերները բազմաթիվ են։ Դե այո, նա ամենուր դրանք ստեղծում է աշխատելու, կազմակերպելու մեջ։ Մեր մոտեցումը ո՞րն է։ Մենք ամեն օր այդ ուղղությամբ աշխատում ենք։ Մենք այս օրերին ամբողջ Հայաստանի տարածքով, մեր կառույցներով, համակիրներով, աջակիցներով փորձում ենք հասնել այդ կետին։ Փորձում ենք անել այն տնային աշխատանքը եւ ունենալ այն նպաստավոր միջավայրը, որով հնարավոր կլինի այդ ճանապարհով հասնել հաջողության։ Այն, որ մեզ ասում են, մենք ասել ենք բոլորին նստեք ու սպասեք 26 թվականին, այդ ամենամեծ սուտն է, որ ասում են։ Մենք ոչ մեկին նման բան չենք ասել, ոչ էլ մենք ենք ասել, ոչի բան չենք անում, սպասում ենք ընտրություններին։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց մենք նաև ասել ենք, եթե լինի ընտրություններ, այդ ընտրություններին մասնակցելու ենք։ Եվ այսօր իմ համար անհասկանալի է այն քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը, ովքեր անընդհատ ասում են, որ ընտրություններով բան փոխել հնարավոր չի, այդ ընտրությունները կեղծելու է, այդ ընտրությունները որևէ բանի չենք հասնի, բայց լավ, եթե այս գլխից դուք նաև ընտրությունների ճանապարհն եք բացառում, փակում, մարդկանց տանում հուսահատության ու անտարբերությամբ եւ Նիկոլին ներկայացնում իբրև անպարտելի, դրանով ինչ խնդիր եք լուծում։ Ասեք, այո, արդեն այս փուլում Իմիջիալոց ներողություն, ես էլ հստակ ասեմ։ Մենք որևէ մի անգամ չենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի փորձելու ընտրությունները կեղծել։ Իրենք իրենց վարչության ընտրություններն նույնիսկ առաջկայում ամենաայլանդակ մեթոդներով նոր ռեպրեսիաներ, ձերբակալություններ, ապօրինություններ։ Իհարկե նա փորձելու այդ ամեն ինչ անի։ Բա մեր դերը ո՞րն է։ Այսինքն մեծ խոսալուց, որ շարունակ խոսում են։ Մեր խնդիրն էլ նա է, որ դա կանխել, դա թույլ չտալ։ Այո, արդեն այս ընդդիմության խնդիրը այն է, որ առնվազն օրակարգային գլխավոր այդ հարցերի շուրջ ունենալ լիարժեք պայմանավորվածություն, որ համատեղ ուժերով այս խնդիրները կանխել։ Արդեն այս փուլում, պարոն Սաղաթելյան, կան հայտարարություններ առանձին շրջանակների կողմից, որ Փաշինյանը 21-ի սցենարն է կրկնելու 26 թվականին եւ սա տեղավորվում է այդ ձեր ասած Նիկոլ Փաշինյանից անպարտելի կերպար կերտելու կարծես թե մտայնության հետ։ Այդ ասող ուժերը 21-ին մենք մեղավոր չենք, որ գնացինք 280,000 քաղաքացիների քվե ստացանք։ Անշուշտ ձգտել ենք եւ ամեն ինչ արել ենք, որ ավելին ստանանք։ Բայց այդքանն ենք ստացել։ Բայց եթե Հայաստանի քաղաքական դաշտի մնացած ուժերը հաղթարային շեմը եւ մտնեին խորհրդարան, գուցե այդ ձայների միասնությամբ մենք կարողանանք այս իշխանության հարցը լուծել։ Հետևաբար ցանկացած քաղաքական ուժի խնդիր այսօր հետեւյալն է. աշխատել ժողովրդի հետ, ունենալ իր վստահությունը, բացատրել Նիկոլի սուտը, կեղծիկը, դավաճանությունը եւ նրա իրական նպատակները, կազմակերպել, գնալ մաքսիմում հնարավոր է փողոցային ճանապարհով հարցը լուծել, եթե դա չի ստացվում, առնվազն ընտրությունների միջոցով։ Էսա ճանապարհը, այսինքն եթե այսօր տեսեք, այս միացնում ընտրությունները, քանի ուժ է մասնակցում։ Թող մասնակցեն։ Թող մասնակցեն ընդդիմադիր ուժերը։ Շատ առաջ կայմ ընտրությունը։ Մասնակցեն Հայաստանի նոր ձևավորվող ուժերը, հին ուժերը, մասնակցեն։ Չկա այսօր մեր երկրում մեկ քաղաքական ուժ, մեկ անհատ, ով ունի բացարձակ մեծամասնություն։ Դա ակնհայտ է եւ ակնհայտ է բոլորի համար։ Հետևաբար հաղթելու բանաձևը մի քանի բլոկներով, մի քանի ուժերով միմյանց հետ փոխգործակցելով աշխատել, արժանանալ մեր ժողովրդի վստահության քվեին, վերջում միանալ է սրա հարցը լուծել։ Հիմա ես հարց եմ ասում, այս միացնում ընտրությունը, եթե ընդդիմադիր ուժերը չմասնակցեն, կամ մասնակցեն շատ փոքր ծավալով,
ԿՊ-ն վերարտադրվի, հետո կանգնելու են բողոքեն, չէ՞։ Ասելու են օգնեցիք, որ վերարտադրվի։ Դե խնդրեմ մասնակցեք։ Եվ այդ իմաստով այն ուժերը, ովքեր Գյումրին մասնակցեցին, հակառակ ապացուցեցին։ Եվ արժանի Երևանը նույնպես արժանի են գնահատանքի։ Նույնիսկ շատ հակադիր ուժեր անցան, հետո միացան իրար մի կողմ դրեցին անձնական եւ այլ բոլոր տարաձայնությունները եւ խնդիրը լուծվեց։ Տեսեք, տեսակետ էլ կա, որ Գյումրիում իրավիճակը այլ էր, որովհետեւ տեղային առանձնահատկություններ կային ու համապետական մասշտաբով այդ մոդելը կրկնելը գուցե խնդիրներ առաջացնի եւ այնքան էլ հեշտ չլինի։ Խնդիր կունենանք այն ժամանակ, երբ որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չգտնեն միավորման փոխգործակցության բանաձև, մասնակցեն ընտրություններին, շեմը չհաղթարեն, այդ ձայները փոշիանա, գնա Նիկոլ Փաշինյան։ Սա լուրջ վտանգ է, լրջագույն վտանգ է։ Հետևաբար, ըստ ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու, իրար ուտելու փոխարեն պետք է գտնել այդ արդյունավետ համագործակցության, միավորման, այդ համապատասխան մի քանի բլոկներ ձևավորելու։ Այսինքն առանձին գնալու ձևաչափ ընդհանուր խնդիր լուծելու նպատակով, ճիշտ եմ հասկանում։ Դե մեր մոտեցումն է, որ մի քանի խոշոր բլոկներով պետք է մասնակցել ընտրություններին, արդեն դաշտում եւ կան նոր ձևավորվող եւ գործող այդ միավորները։ Կձևավորվեն նորեր, իմիջիայլոց, այսօր թող հստակ լինի բոլորի համար։ Մենք շահագրգիռ այն ուժերից մեկն ենք, սա ասում եմ եւ դաշնակցության անունից, եւ ամբողջ դաշինքի անունից, որ դաշտում որքան ուժեղ, առողջ, ընդդիմադիր, թեկուզ նոր միավորներ ձևավորվեն, հաղթահարեն շեմը, գրանցեն արդյունք, դա միայն մեր կողմից ողջունելի է եւ քաջալերանքի Եվ հայտերը արդեն կան, պարոն Սաղաթելյան, ողջունում ենք բոլորին։ Անդրադառնանք մի հայտարարության, քպականներից մեկը այսօր հայտարարել է, որ նախկինում սրբազաններին չէին դատում, որովհետև նրանք գործում էին իշխանության գրպանում։ Ուրեմն այսօրվա այն սրբազանները հարգարժան, ովքեր գտնվում են անազատության մեջ, որևէ իշխանության գրպանում չեն եղել, այդ թվում նաև այս խուժան չարիքի իշխանության։ Այսօր սրբազանները գտնվում են անազատության մեջ, որովհետև կանգնել են իրենց եկեղեցու, իրենց հայրենիքի կողք։ Այսօր բարերար Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, ոչ թե նրա համար, որ հանցանք է կատարել, այլ նրա համար, որ կանգնել է իր հայրենիքի եւ եկեղեցու կողք։ Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը, սրբազանի գործով անցնող մեր մնացած ընկերները, նրանցից որևէ մեկը հանցանք չի կատարել։ Նրանք այսօր գտնվում են անազատության մեջ, իսկական հայ լինելու, իրենց հայրենիքի կողքին կանգնելու համար։ Իսկ ուժային կառույցների այն ներկայացուցիչները, այն դատախազները, քննիչները, դատավորները, ովքեր շարունակ դիմադրության օջախները ոչնչացնելով, ձերբակալում, ազատությունից զրկում են այդ մարդկանց, իրենք պետք է հասկանան, որ իրենք հավասար կիսում են Նիկոլի հետ այն պետական դավաճանության, ազգակործան քաղաքականության հետևանքները եւ ունեն ամբողջական մեղսակցություն, որտեղ իրենց քայլերի եւ գործողությունների արդյունքում է, որ այսօրվա իշխանությունը նաեւ կարողանում է պահել իր իշխանությունը։ Շնորհակալ եմ, պարոն Սաղաթելյան, զրույցի համար, հարցազրույցին սպասեք երկուշաբթի։